1998-ի մարտի 16-ին Հայաստանում առաջին արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Կարեն Դեմիրճյանն այսօրը ծաղրում է 1991-ին Տեր-Պետրոսյանի հաղթանակը եւ իր հայտնության ժողովրդական ընկալումները։ Ոնց որ սրանից 7 տարի առաջ ծափերով, էմոցիաներով ընտրեցիք ծրագիր չներկայացրած նախագահին, հիմա էլ նույն ձևով էս մեսիանը եկել, էս առաքյալը, Քրիստոսի հայտնությունն է ժողովրդին, էլի մտի ժողովուրդը խաբվի, կարող եք դուք խաբվեք իմ մեջ։ 99-ի այսօրը խորհրդարանը քննարկում էր էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի սառեցման մասին Էդվարդ Եգորյանի նախագիծը, նույնիսկ падգամավորներն են դժվարանում մուծել իրենց վարձը։ Կառավարությունը սարսափած է, թե սառեցնենք, կարգելակվեն արտաքին ներդրումները, կնվազի սեփականաշնորհվող օբյեկտների գինը։ Ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը ռուս բժիշկների մեծ պատվիրակության հետ 99-ի այսօրը Հայաստանում էր, եկել էր հիանալու մեր Արմենիկումով, որի արդյունավետության վերաբերյալ պաշտոնական հետազոտությունները դեռ հաստատված չեն։ Самочувствие больных настолько улучшается, что это уже говорит само за себя, что, вероятно, какая-то надежда в том, что это будущее за этим есть. Վերգետնի էլեկտրական տրանսպորտը լավ ժամանակներ չի ապրում, կառավարությունը փող չի տալիս, քաղաքային էլեկտրատրանսպորտի տնօրեն Հարություն Առաքելյանը կանխատեսում է, որ այս փոխադրամիջոցը շուտով չի լինի։ 2000 թվականի այսօրը Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը հույս էր ներշնչում, որ Հայաստանը դառնում է գազի արտահանման տրանզիտային գոտի։ Ավելի վաղ Հայաստանում գտնվող ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Յան Կալիցկին Հայաստանի վարչապետ Արամ Սարգսյանից պահանջել էր դադարեցնել գազամուղի շինարարությունը։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 2001 թվականի մարտի 16-ին վստահեցնում է, որ հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգ չկա։ Մինչդեռ այդ ժամանակ խոսվում էր զորահավաքի մասին, պաշտպանության նախարարն այլևս չգիտի ինչպես դա հերքի, որ մարդիկ հավատան։ Առավոտը հրավիրել ենք կեսօրին, ճաշ ենք հյուրասիրել, ճաշ ենք տվել, երեկոյան բաց ենք թողել, գնացել են տները։ Մինչդեռ ազատամարտի վետերանների ինչ-որ խմբի առաջնորդ 2001-ի հենց այսօրը հայտարարում է Նախիջևանն ազատագրելու հրամայականի մասին։ Դեռ 90 թվականին պատերազմի առաջնորդին դա կարելի էր անել, այսօր էլ ըստ նրա ուշ չէ։ Ինչ պիտի անենք, Ադրբեջանի այդ ռազմատենչ հայտարարություններին վատ ենք անում, որ մարտաշունչ հայտարարություններով ենք պատասխանում։ 2002-ի այսօրը օրինաց երկրի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարում է, եթե հաջորդ տարվա նախագահի ընտրություններին ընտրակաշառք բաժանվի, երկիրն ապագա չի ունենա, սակայն հեղափոխության փոփոխությունների հասնելու մասին նա լսել չի ուզում։ Դրա համար կա հայ հեղափոխական դաշնակցություն օրինակ։ 2007-ի մարտի 16-ին ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը ոչ մի երաշխիք չի տալիս, որ մայիսին սպասվող խորհրդարանի ընտրությունները չեն կեղծվի։ Հանրապետականը չի կարող վերահսկել իր տասնյակ հազարավոր անդամներից յուրաքանչյուրին, բառացիորեն ասում է Տիգրան Թորոսյանը։ 2010-ի այսօրը ԲՀԿ-ն արդեն խոսում է հրաժարականների մասին, էկոնոմիկայի նախարարն